Իրա թորնիկը 5.5 տարեկան էր, աղջիկ երեխա էր, ես տեսա, որ ես երեխեն թաղծոտ մանկական չի գնում, ասեցի մի քիչ խոսամ հետը, խոսացինք, ասեցի, բալիկ ջան, ասի, դու աղոթում ես Աստծուն, ասում եմ, հա, աղոթում եմ, ասում եմ, հետաքրքիր է, ինչ ես աղոթում, 5.5 տարեկան երեխուն եմ հարցնում, ու իմ ակնկալիքով, որ շորիկ, կանֆետ, խաղալիք, այս երեխեն գիտեք ինչ պատասխանեց, 5.5 տարեկան երեխա, ուզում եմ պատկերացնեք, պատասխանեց, ասեց, ես ամեն օր աղոթում եմ Աստծուն, որ պապաս գա, իմ հետ ժամանակ անցկացնի, ինչի չի պատասխանում Աստված, 5.5 տարեկան երեխեն նայեք ինչ աղոթում, սելի սիրտս լծվեց, արցունքներս ուզում եմ մտածենք սրա մասին, մեզ լսողները խնդրում եմ մտածեք սրա մասին, ինչքան ժամանակ են տալիս անօգուտ, ես չգիտեմ են բաների համար դե ինձ պետք է, սա իմ համար է, ինչքան պետք է մենք մտածենք մեր մասին, մոռանալով մեր ընտանիքը, մոռանալով մեր երեխեքին, Սելի շատերը սխալվել ենք, բայց եթե կարանք ուղենք, ինչի անարգենք այս խոսքը, ինչի անարգենք, ինչի թողենք, որ երեխեքը լացեն, ինչի հետո զղջաս են բաների համար, որոնք որ կարայիր չանեիր, կարայիր ուղեիր, կարայիր տայիր,